լսեին մեր հայրենակիցները, ովքեր որ միշտ անծանոթի, նույնիսկ թշնամու, օտարի խոսքը ավելի են կարևորել եւ բունա դրել իրանց մտքերի մեջ։ Ուզում եմ լսեն են հայրենակիցները, ովքեր որ ինչու՞ չէ Հայաստանի ներսում են անձանց են լսում, ովքեր որ յուրաքանչյուր իրանց շարժում, յուրաքանչյուր իրանց ցույց, ակցիա կամ ինչ որ հրապարակային նույնիսկ խոսք տակը ընկածա իրանք իրենց պաշտպանեն, իրանց կուսակցությանը պաշտպանեն, իրանց ուժի պաշտպանությունը, իրանց ուժի առաջ շարժվելը, վերջի վերջո իշխանություն ունենալ։ Ընդդիմադիրն ունի իշխանություն, տեղյակ եք, չէ՞ շատերդ։ Դուք չիմանաք, որ իշխանության անունն է, իշխանություն դա վերաբերում է նրանց, ովքեր որ կառավարություն են կազմում, բա ազգային ժողովը ինքը երկրորդ մարմինի չի պետության եւ ազգային ժողովում չեն իրանք աշխատում այդ ընդդիմադիրները։ Թեման նախ ես պետք է սկզբից ձեզ ներկայացնեի, որ թեման Արցախի նախկին նախագահների եւ մնացած բարձր պաշտոնյաների գերեվարման եւ ցմահ ազատազրկման մասին է։ Նախ ում էլ ցմահ չեն տվել, այդ մարդկանց տարիքը այնքան է, որ 65 տարեկան մարդ եթե 20 տարի նստի 85 տարեկանը մարդեն իր կյանքը ով կիմանա էլի այդքան կապրի թե չէ, ինչքան ապրեն իրանց առողջություն, կարծում եմ այդ որոշումը դեռ կվերանայվի, որովհետև Ադրբեջանի նախագահը եւ ընդհանրապես թուրքական դիպլոմատիան, դիվանագիտությունը շատ խորամանկ է։ Իրանք կարողանում են ճիշտ օգտագործել, իրանք շահից ելնելով ամեն ինչ կանեն։ Այնպես որ մեր նախկին նախագահների եւ ազգությամբ հայ մեր գերիների այս դատապարտելը սա իրանց համար կօգտագործեն եւ մի բան կկործեն երևի հավանաբար դիվանագիտության մեջ եւ մեկին բաց կթողեն համաներում շնորհելով։ Այսինքն աշխարհի վերջը չի, բայց այն որ բարձա որ կերկարացկվի իրանց դեմ մնալը դա փաստ է։ Կերկարացկվի իշահ իրանց օգտագործեն իշահ իրանց պետության։ Նախ առաջինը եթե իրանք երկար տարիներ անվանել են մեզ օկուպանտ, պետք է դրանով էլ ապացուցեն, որ անտեղի չենք ասել։ Եթե բաց թողեն, կարող է աշխարհը դիտարկի ասի, այդքան էլ օկուպանտ չէի, դե ուրեմն իրանք էլ էին ճիշտ տեղը պայքարում, այսինքն տարընթերցման տեղի էլ կտար աշխարհի համար, գուցե Ադրբեջանը դա էլ է օգտագործելու այդ հարցը, այդ ուղղությամբ էլ է մտածելու։ Բայց քանի որ ես բախտագուշակ չեմ եւ չեմ կարող ասել ինչ է լինելու, ինչ չի լինելու, ես կարող եմ վարկածներ ասել, դա մի կողմ եւ թեման ես սկսեցի այնպես այն ամենագլխավորը, որ մեր հայրենակիցները շատ են, չէ, լսել օտարի կարծիքը, լսել են թշնամի երկրի լրատվականներին, ինչու՞ չէ մեր լրատվականներն են, որ մերն են, ասում ենք մերն են, բայց իրանք թելել են օտարի թելը, թշնամու թելը նույնիսկ, չհասկանալով, կարևոր է այդ պահին բարձր գոռացել են, հայրենասեր են երևացել, սա ոչ միայն զանգվածային լրատվամիջոցներին է վերաբերում, սա քաղաքական գործիչներին, ազգային ժողովի պատգամավորների եւ այլ ճանաչելիություն ունեցող հայտնիություն ունեցող անձանց էլ է վերաբերվում։ Կարծում եմ հասկանում եք ինչ եմ ուզում ասել։ Ես իմ մաշկի վրա զգացել եմ այս ամենը, երբ որ իմ մաքուր պարզ հոգին, իմ պարզ մոտիկացումը եւ կարծիք արտահայտել է քաղաքական կյանքում իմ հետևից ինչքան բամբասանք է գնացել։ Սա բամբասանքները ճիշտ է ֆռում գալիս էր հասնում մականջներ ինձ արդեն որ պաշտոնի են դրել, ասում են ես որ մեծ փողեր եմ ստանում Սորոսից, իմ ականջին հասնում էր որ Փաշինյանների ընտանիքը դաժե մարդու կնիկ իրար հետ չպայմանավորված են, մարդ 8000, 5000 էլի թիվը չեմ հիշում, այդքան դոլարով փող են ինձ տալիս։ Գիտեք, ես ոչ թե դա լսելով ասում պաշտպանվում էի, ասում էի, չէ սուտ է, մի հավատացեք, խնդրում եմ, ես այդպեսին չեմ։ Չէ, ընդհակառակը ես շատ կուզեի նախ այդքան փող իմ տուն մտներ ամեն ամիս, այսօր շատ հարցեր կլինեի լուծած։ Հարցն է, որ ես չի ուզում իրանք սուտ ինֆորմացիա ուտեին։ Իմ անձի մասին չէ խոսքը, հարցն է, որ մարդը ստանում է ինֆորմացիա, իր 24 ժամը, իր թանկագին ժամանակը օրվա մեջ ճիշտ չի օգտագործում։ Սխալ ինֆորմացիա է ստանում։ Եվ ես ոչ թե մենակ իմ ուղղությամբ, այդ ես հələ երկրորդական, երրորդական տեղ էի դնում։ Քաղաքական անցուդարձի իրադարձությունների մասին մարդկանց կերցնում են ուղակի սուտը։
ու ես ցավով էի այդքան էլի մտահոգվելով էի անում ավելի շուտ ոչ թե ցավով մտահոգում էի որ խի պիտի իմ հայրենակիցը սխալ ինֆորմացիա մարսի վերջի մենք կարանք ամեն նյութ ամեն իր կուլ տանք բայց ամեն իր եւ ամեն նյութ չի որ մարդու համար է եւ չի կարող մարդու օրգանիզմը ամեն նյութ ամեն իր մարսել հատուկ նյութեր կա որ մարդուն սպանում են օրինակ մկնդեղը օծի թույնը հիմա եթե դուք ինֆորմացիոն դաշտում թույն եք սրսկում ժողովրդին ժողովրդի վիճակը վատ է լինելու ժողովուրդը թունավորվելու է Ես գիտեք այսօր այս թեման ինչի եմ ես sense բացում նախ այս օրինակներ իսկ գլխավոր օրինակը հենց այդ նույն Ադրբեջանում գտնվող Արցախի նախկին նախագահների մասին է որ իրանք եւս մարսել են նյութ մարսել են դեղեկատվություն մարսել են օտարի կողմից ուղարկված դեղեկատվությունը իսկ օտարը տվյալ պարագայում միգուցե շատերի համար բարեկամ Ռուսաստան է ինձ համար օտար է Իմ բարեկամս կի ինձ բարեկամ չի, իմ հայրենակիցս կի ինձ չի սիրում, ինձ չի հարգում, այդ մարդկանց մոտ ավելի վեր էր Ռուսաստանի գարանտը, ոնց հայերեն գարանտը, որ երաշխավոր, հա, երաշխավորությունը, ավելի բարձր են իրանք դասում Ռուսաստանը Մոսկվան իրանց մայրաքաղաքն էր համարվում։ Ստեփանակերտում նստած իրանք թագավոր էին իբր թե, բայց Մոսկվան էր իրանց մայրաքաղաքը։ Եթե դու մի երկրում թագավոր ես, թագավոր չէ վերջը նախագահ ես։ Դու ո՞նց կարաս այլ պետության մայրաքաղաք քո մայրաքաղաքը համարես։ Բայց այդ ձևի կապված էին հոգով, սրտով, արյունով, մարմնի բոլոր բջիջներով։ Այսինքն այնքան մեր հայրենակիցները չէին հավատացել, որ Գևորգը 80000 բան փող ստանում Աննա Հակոբյանից, $5000 Նիկոլ Փաշինյանից, դրա մասին այդքան չէր ժողովուրդը հավատացել։ Ժողովուրդը կարելի է կարա սխալվի էլի այդ թեմաներում, բայց իրանք վստահ էին, որ իրենց անվտանգությունը, իրենց կյանքը ապահովել է ռուս խաղաղապահը։ Որովհետև ես չեմ պատկերացնում էլի, որ իրանք չգիտեին մեր գլխի գալիքը։ Չգիտեին, որ հլե դեռ վաղուց չգիտեին ինչ է սպասում Արցախին։ Էլ չեմ ասում 20 թվականին չգիտեին, շատ լավ գիտեին ինչ է սպասում։ 23 թվականին գիտեին, չգիտեին, գիտեք հույսները մեկելուն վրա են դրել։ Ձեր վրա են դրել, հասարակ ժողովրդի վրա են դրել։ Բոլոր առաջնորդներ այս ժամանակաշրջանը, այս դարաշրջանը, առաջնորդի դարաշրջան չի, այս դարաշրջանը նախագահի, կառավարչի, դրա համար չի կոչվում էլի առաջնորդարան։ Կոչվում է կառավարություն։ Նիկոլ Փաշինյանը նստած է կառավարությունը, ոչ թե առաջնորդարանում։ Այսինքն ինքը քաղաքական լիդեր է, քաղաքական առաջնորդ է իր թիմին եւ երբ որ պատերազմ ալնեմ, հենց իրաց թիմը չի պատերազմում, հասարակ ժողովուրդն է, բանակն է պատերազմում։ Նույնը վերոնշյալ թագավորները Ստեփանակերտ նստել են սիրուն մաքուր կոնդիցիոներները միացրած լավ շենքում վերանորոգված սիրուն ձևերով։ Ես չեմ մտել, բայց տենց պատկերացնում եմ, որ տենց պետք է լինի։ Դրսից սիրուն էր Արցախի նախագահական շենքը։ Եվ ասել են վերջի վարանտ ոչ թե որ կռիվը լինի զոհերը մեկա, մենք չենք տալու են շարքային քաղաքացիները այն հասարակ խավը էլի։ Եվ որ գա պահը արդեն բարիշելու հաշտության, մենք կգնանք բարիշելու, կգնանք հաշտության։ Այլ բայց էդել չեն կարացել անեն։ Ասեմ ինչ չեն կարացել անեն։ Այսօր դրա համար հասարակ ժողովուրդ, թող ողբան նախկին նախագահների մերձավորները, թող ողբան նախկին նախագահների բարեկամները, հարազատները, ովքեր որ հասարակ ժողովուրդ, դուք չպետք է ողբակ, դուք պետք է ընդհանրապես ես ասում եմ, զուտ որ իրանք իմ հայրենակիցն են, ինձ համար ցավ է, որ Ադրբեջանում են։ Անկեղծ ասած, նույն պատիժը դրանից բետար ես կուզենայի ոչ միայն իրանք, այլ իրանց այստեղից թելադրողները եւս ստանային, բայց Հայաստանում։ Այդ ձև ես պարտք ու պահանջ ունեմ։ Այդպիսի իմ մոտ ցասում կա, բայց ես չեմ ուզում իմ համար վիրավորական է, որ հայը Ադրբեջան պատժվում է։ Որտեւ Ադրբեջանը կարող ադրբեջանցիները կարող իրանց անունները չգիտեն, ասեն էցի արմյանի էլի իրանց լեզվով չգիտեմ, էլի թուրքերեն իրանց լեզվով, մայրենի լեզվով ասեն հայերը պատժվում են Բաքու։ Դες մենք ադրբեջանցիներից ինչ ուժեղ ժողովուրդ ենք, հայերեն պատժում են։ Սա իմ համար պատիվ չի բերում, սա ոչ մի հայի անկախ քաղաքական հայաստանից պատիվ չի բերում, բայց իրանք են այդ ամեն ինչ արել։ Եթե հայերեն ասել են, ես չեմ ասում դնեին բոլորը իրանց գնդակահայեր։ Մեկը գոնե պետք է լիներ էկզեմպլյար,
Մեկը պետք է լիներ օրինակ, ցույց տար, որ հայրենասիրությունը նաև իրանց անznազողության մեջ է, եւ իրանց անznազողության գոնով ցույց տային գոնե մեր այս սերունդներին, որ տեսեք իրանք այնքան հայրենասեր մարդիկ էին, այնքան էին կապված հայոց հողի հետ, Արցախի հետ, որ գնացին գնդակահարության, ինքնասպանության կներեք։ Ոչ չեմ ասում բոլորը, մեկը պետք է աներ ցույց տար, որտեւ Ռոբերտ Աբաջյանի արձանը նոր են կանգնեցրել, այդ տղեն օրինակ դարձավ, մեր ինքը այդ տարիքում, եթե ինքը 40 էլ դառնար, ողջ ելներ 40 տարեկան, հիսներ հայրենասիրությունը կայանմա ոչ թե դասագրքեր ընթերցելու, գիտելիքներ ձեռք բերելու, ճարտար խոսալու մեջ, որ ես էլ կարող եմ այդտեղ սահուն կարող եմ տեքստեր արտասանեմ, այլ հայրենասիրությունը դա եւս քո արյան բջիջների մեջ է, քո մարմնի մեջ է, քո հոգու մեջ է, եւ դրսեւորվում է տարբեր ձև։ Ռոբերտ Աբաջյանը ինքը իրան ցույց տվեց իր հայրենասիրությունը 18-19 տարեկան երևի չէ, բայց դուք էլ ցույց տայիք, որ այդ հայրենասիրությունը ձեր մեջ կա։ Սա դեռ խոսում ենք հայրենասիրությունը, սա կարելի է տարբեր մարդկանց կողմից տարբեր գնահատականներ հնչվի։ Իմ համար ոնց, դա տարբեր ռակուրսներից տարբեր է, բայց կա բացարձակ ճշմարտություն։ Ես այդ բացարձակ ճշմարտությունը ձեզ կասեմ։ Նախ աշխարհը չի սիրում թույլերին, բոլոր առումներով։ Թույլին խղճում են, թույլին ոտի տակել են գցում, ծեծում են, խփում են, թույլին ճնշում են։ Նայած դիմացի ուժեղը իրան ինչպես է պահում։ Օրինակ Ադրբեջանը ուժեղը եւ չի խղճում, ոտի տակ է գցել, այնա գցել է անդեր պատժում է։ Ինքան է խրախճանքի մեջ մտել իր հաղթանակով, որ չի էլ խղճում, ասի արա, լավ է 70 տարեկան, 60 քանի տարեկան մարդիկ են թորատեր, շուտով ծորատեր կլինեն, լավ թող իր ազգը պատժի, որ իր ազգին է սորնակցել, դրանց իգնա պատժում, հենց է պատժում, կարծես թե այդ մարդիկ Ադրբեջանին շատ են վնաս տվել, քան թե Հայաստանին, հայ ազգին։ Ես կարծում եմ այդ մարդիկ հայ ժողովրդին ավելի շատ են վնաս տվել, ապացույց հայ ժողովուրդն այսօր անտուն, Արցախի հայրենակիցների մեր այսօր անտուն են։ Իրաց ծննդավայրից լքված են։ Հիմա Արկադիեի, Բակո, Արայիկ, դուք եք շատ վնաս տվել Արցախահայությանը։ Թե դուք մեզ եք ավելի շատ վնաս տվել, թե Ադրբեջանին։ Ճիշտ հասկացաք հարցս։ Այդ երեք նախագահները ավելի շատ վնաս տվել են իրանց սեփական հայրենակիցներին, թե ավելի շատ վնաս տվել են ադրբեջանցիներին։ Որն է իրանց տված Ադրբեջանի վնասը, ես զարմանում եմ, որ Ալիևը իրանց դատել է։ Իրանց պետք է մեդալ տար ուղարկել обратно Հայաստան։ Եվ այստեղ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք նրանք կգտնվեն ազատության մեջ, ինչպես ազատության մեջ են գտնվում իրանց այստեղից հրաման տվող անձինք։ Ես չեմ հրապարակում անուններ, բոլորը գիտեք ովքեր են իրանց այստեղից հրահանգներ տալիս, ովքեր են ողջունում ընդդեի կատարվող process-ները, որը տանում էր կործանման։ Երբ որ ես դեմն էի կանգնել ազգային ժողովի, երբ ընդ նիստեր հրավիր, ոչ թե նիստեր, բաներ էլի, այդ օրը կնքում էին թագավոր Սամվել Շահրամանյանին, ես գիտնական չեմ, ես բան չեմ կամել ապագային տես ուղղակի ես զգում էի, որ ես իմ պետությունը, իմ ազգը կործանվում է, անտուն ենք մնալու, եւ այդ իմ խոսքս էդ է եղել, այսօր այնա Ջավալ Հարությունյանի եղբայրը Արտյոմ Հարությունյան, չէ, ոստիկանապետն է եղել, դեմս ինքն էր կանգնած։ Վերև ահաց այդ տնօրենն էր կանգնած, որ sense նայում էր, sense էս ինչ են հավաքվել, այստեղս ինչ է պատահել, բան։ Բայց ես մեկ ինքն է գնդապետ մարդ, չգիտի որ ինչ է պատահել, չգիտի խի եմ ես ընդ գոռում։ Ինքը ինձ վերևից է նայում։ Ինքը չգիտեր որ մի օր իր հրամկազմը ներքևից է նայելու։ Ու այսօր ներքևից է նայում։ Ես զգում եմ ինչ է կատարվում։ Գոնե իմ զգայարանները խոտ տված են, բայց դուք այդքան տարվա քաղաքական գործից ձեր դիվանագիտությունը ինչ չեք խոտ տվել ձեր հարցերով զբաղվեք։ Այդ որ նոր ասում եմ, այո, կարանք հայրենասիրությունը տարբեր ռակուրսներից նայենք, տարբեր տեսանկյուններից, այն տարբեր ձև է, տարբեր մարդկանց կողմից, տարբեր ձև է ընկալվում։ Բայց մի փաստ հաստատ է, ռուս խաղապահների այդ հատվածը, երբ որ իրանք հսկում էին ընդե, ոչ թե մեզ պաշտպանում էին, դա լավ իմացեք, չեմ պաշտպանել, ոչ մի սահմանա մեր ստեղում չի եղել, որ ասես հայերի ու թուրքերի արանք իրանք կանգնած են եղել։ Հակառակը որտեղ մտել են կանգնեն, Փարուխի, Քարագլխի նման բան, պոստերը հանձնվել է թուրքերին, Ադրբեջան,
ռուս խաղապահների միջոցով, բայց ռուս խաղապահների ընդհանրապես լինելը Արցախում պետք է այդ տվյալ քաղաքական գործիչները արցախցի կամ ղարաբաղցի կապ չունեն նույնն է։ Իրանք պետք է օգտագործեին, երբ որ Եվրոպայից իրանք շանս էին տվել։ Սա ես պետք է միշտ ասեմ, որ բոլորդ հասկանաք, որ սա էր միակ ճանապարհը, սա էր միակ ուղին եւ միակ հնարավորությունը, որ կարող էր դու ներկայանալ աշխարհին։ Ներկայանալ որպես ինչ, որպես ազգային միավորի առաջնորդ։ Տվյալ ժամանակ եղել է Արայիկ Հարությունյանը, բայց ձեզ ով է ասել, թե Արայիկ Հարությունյանը ինքնագլուխ էր եւ ինքն էր որոշում։ Հրապարակային Հայաստանի ղեկավարությունը ասում էր, որ նշաձողը մենք պետք է իջեցնենք, ձև չկա, եւ դուք գնացեք բանակցեք։ Ես սիրով կմիանայի այն արցախցի եղբայրներին ու քույրերին, ովքեր որ միակողմանի մեղադրում են Հայաստանի իշխանությանը, եթե այդ ամենը ես չհիշեի, եթե այդ ամենը չտեսնեի, կարող դուք ակտիվ չեք եղել հարգելի Արցախահայության այդ հատված։ Կարող դուք ուշադիր չէիք, որ այստեղի իշխանությունները ասում էին, որ մենք չենք կարող ձեզ արդեն պաշտպանենք, եւ դա ֆակտ էր, դուք էլ գիտեիք, որ ռուս խաղապահնադե Լաչինում ճանապարհը փակ է, եւ դուք պետքա գնաք արդեն զիջման, այսինքն նշաձողը, որ մեր նշաձողը եղել է անկախություն, ազատություն, անկախ Արցախ ու այդ նշաձողը sense բարձր է եղել։ Այդ նշաձողը ռիսկի ընկել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Մենք կորցրեցինք մեր ցամաքային կապը եւ օդային կապը Մայր Հայաստանի հետ։ Եվ քո անվտանգություն արդեն դու ինքնուրույն չես կարող պահես։ Ինչեր մեծ փրթում, հարգելի, ոչ հարգելի, ոչ սիրելի падգամավոր Արցախի ազգային ժողովում։ Ազ падգամավորներ, ինչի է փրթում մեծ։ Կամ թե ձեր բերված մեկնել ինքն է, էլի գերեվարության մեջ ճիշտ է, սխալ է, այսօր գնահատականներ եմ տալիս, քննադատում եմ։ Բայց Ռուբեն Վարդանյանը եւս գտնում էր այդ շարքերի մեջ եւ իր ռոմանտիզմը չգիտեմ ինչ աստիճան էր բարձրացել։ Եվ իր խոսքերի բովանդակությունը, եթե ուշադրություն եք դարձնում, հաղթողի հաղթանակացի ոգի էր, հաղթողի հաղթանակացի դիրքերից էր խոսում, եւ ժողովրդին ասում է, մենք պետք է պայքարենք, ոնց որ այն բաներ կա է մոտիվացնում են ժողովրդին, տենց օրինակ Շվարշնեգերի խոսքն էլ որ նայում ես մոտիվացնում է Ռեմբոյի, Սիլվեստր Ստալոնեն, որ ասում են, եւ այլ գիտեք արդեն նենց կյանք տեսած կայացած բան, այդ մարդկանց խոսքերն էլ է որ չի կարելի հանձնվել, պետք է պայքարել, մինչև վերջ ու ցույց են տալիս նենց ռոլիկով, որ ոնց են սպորտով զբաղվում, քրտնում, բան, շտանգ են բարձրացնում, վերջումը դառնում են չեմպիոն, օրինակ բոդիբիլդերով, բանով։ Հիմա Ռուբեն Վարդանյանի խոսքը որ պայքար պիտի, ես այդ պայքարի ձևը, մեթոդը չէի տեսնում։ Եվ ես չգիտեմ իմ մոտ էր ծնվել այդ բառը, թե ուրիշի մոտ, բայց ես էլ եմ օգտագործում այդ բառը, այս վերջերս կարդացի միտեղ պայքարիստ, ոնց որ ոչ հայկական բառա չէ, նենց մի քիչ տարօրինակ, բայց ոնց որ այնքան են ասել պայքարում ենք, պայքարելու ենք, արդեն ոնց որ արդեն հումորով, կատակով ասում են պայքարիստներ։ Սա չեմ հիշում իմ մոտ ածնվել թե ուրիշի մոտ, ես վերջում ուրիշ տեղ ընթերցել եմ, ինքս եմ sense մոլորով ասում եմ, այս բառը ախր ես էլ եմ օգտագործում, ինձանից հա դուրս եկել թե ուրիշ, այո, իրանք պայքարիստներն էին, բայց գործնականում հողի վրա ոչ մի բան չի արվել։ Չեն գնացել չէ Եվրոպա ժողովուրդ։ Դիվանագիտության դարա իմ ասում եք, նախ ուժեղին են լսում, ուժեղը միշտ թելադրող ալնում, եւ պատկերացրեք այն աշճան ուժեղացել է Ադրբեջանը, բայց որ Մինսկի խմբին ասում է դուք ստե անելիք չունեք, ձեր հաշիվները մաքրած է։ Հիմա եթե դու չունես ոչ Հայաստանին դուրս է քաշում բանակցային սեղանից, համարում է իր քաղաքացիները մեզ ու այդ իր քաղաքացիներին ենթադրենք էլի իր քաղաքացիներն ենք աշխարհի ընկալմամբ այո մենք իրանց քաղաքացիներն էինք մենք պետք է մենք խոսեինք քանի որ կար երկար տարիների կոնֆլիկտ աշխարհն չէր պատկերացնում որ այդ երկար տարիների կոնֆլիկտից հետո կարան նստեն իրար հետ նորմալ բանակցեն ասելա եկեք Եվրոպա բանակցեն խորաման գտնվեց Ալիևը ասեց հա ես համաձայն եմ բարձրացրեց իր նժարը որ ինքը խաղարարա այսինքն կողմնակից խաղաղության եւ ուզում է բանակցի, ասում հա ես հրավիրում եմ եկեք Եվրոպա բանակցին, սեր ռուսները սրանց հավանականության մեծ հավանականության միգուցե ինքնագլուխ, բայց դժվար ինքնագլուխ որևէ լավ բան անեին, թե լավ, թե վատ, որևէ բան հնարավոր չէ իրանք առանց ռուսների անեին, ասել են մի գնացեք անիմաստ, մեկը չգիտեք Ադրբեջանը ինչ է ուզում, սա էլ ես ձեզ,
Մեջ են բերում հենց Արայիկ Հարությունյանի խոսքը, որ ասում է, մեկը մենք գիտենք իրանք ինչ են ուզում։ Գնանք ինչ բանակցենք, ժողովուրդ, քիչ բանակցինք։ Են չեն գիտայից թորքերը մզանա ինչ են ուզում։ Մս թուրք բենը խափալա, լոխ խափալն, վերջ սաղ պետությունները խափալ են, իրանք ժողովրդին ընդհանրապես խափալ չեն։ Հատե էտն էլ, հատե դի, իրանք խափալ են մս, երբ էլ աշխարհն է իրանք խափալ, չնայած աշխարհը իրանք խափալ չի։ Իրանք հնարավորությունը դե կներեք մտել է մեր բարբարի մեջ լրիվ հոսում էի։ Հնարավորությունը դե որ մենք կարանք ձեզ հարթակտակ գնա իրեն դե եւ ոչ թե պալատկա խփեիր ոնց որ Արցախում էս խփել, Արցախի նախագահականի դեմը, հենց Սոֆիա պալատկա խփեիր, ասեիր ես այսինչ հատվածի աշխարհի այսինչ հատվածի հայկական Արցախի առաջնորդն եմ եւ քանի որ իմ իրավունքները չի պաշտպանում, ես հացադուլ եմ անում, ես գործադուլ եմ անում, ես պարկածադուլ եմ անում, նստադուլ եմ անում, չգիտեմ, մի բան դոլար է, մի հատ դուլցրանդ է, որտեղ ժողովուրդը պաշտպանվեր։ Դրա համար եմ ասում, այսօր իրանց գլխի եկած եւ իրանց ճակատագրի համար մեկ պատասխանատուն իրանք են եւ ընդհանրապես կյանքում ամեն մարդ ինչ իր գլխին գալիս է, եթե դա բնական աղետ չի, քո խելքից է։ Ես այսօր որ ողջ եմ, ես կարայի ողջ չլինի, եթե ես ամեն մի հատ ախմախի, երբ որ ինձ ոչ թե հրավիրում էին, սպառնալով ասում էին, տեղը տասա գալի, ամեն մի ախմախ, ինքը իր հայրենիքի համար կարող արուն չթափի թուրքին, բայց իր հայրենակցին սպանի, զուտ որ իր քաղաքական առաջնորդին թերագնահատել ես կամ քննադատել ես կամ ինչ որ մի քիչ էլ էմոցիոնալ խոսքեր ես ասել։ Հիմա փաստորեն ես ճիշտ արեցի, որ չգնացի նմանատիպ մարդկանց հետ, ես խելքից կգնայի գրողի ծոց կգնայի։ Ինչ համար մի հատ խմած մարդ օրինակ ուզեցել է իմ հետ հաշիվ մաքրի։ Հիմա դուք ձեր կյանքը այդ Արցախի ղեկավարությունը այս կոռումպացված աշխարհի, այս ծախված աշխարհի, այս երկերեսանի աշխարհի, շահամոլ աշխարհի առաջ չեք կարացել ճիշտ անեք եւ դուք էլ եք գնացել ծախվել։ Որտեւ դուք էլ եք տես մտածում, շահի մեջ եք փնտրում, բայց չգիտեմ ինչու եք մտածել թե Ռուսաստանը ձեզ պետքա պաշտպանի, որ Ռուսաստան Ուկրաինային մանավանդ ժողովուրդ, եթե սա 21 թվականին ըլներ, օրինակ, կամ 20 թվականի միջև Ուկրաինայի պատերազմը կարելի է կասկածած, որ այս մարդիկ ճիշտ քաղաքականություն են տանը, որտեղ Ռուսաստանի շահ ունի Անդրկովկասում կամ այս տարածաշրջանը միգուցե ճիշտ էլ չեն նշում, ու հայկական լեռնաշխարհ է սա միշտ էլ համարվել։ Լավ, Անդրկովկասում սենց ասենք թեկուս շահ ունի, որտեղ հələ չեն տեսել Ռուսաստանի բանակի թուլությունը, Ռուսաստանի ձախողումները Ուկրաինայում։ Եթե այդ ժամանակներ կասեինք հայալի դեն հզոր Ռուսաստանն է, ոնց որ մեր ուղեղը միշտ կաթացրել է։ Ահա Ուկրաինայում պարտվում էր արդեն 23 թվին մի տարի անցած ինքը հաջողության չէր ասնում, սեպտեմբերի 19-ը եկավ եւ դու գնացիր ռուսին հավատալու, չգնացիր բանակցելու։ Քան սխալներից հետո հələ մի հատ էլ ուրիշ տեղ եք մեղավոր փնտրում։ Հիմա ասեմ, սիրելի հայրենակիցներ, սիրելի արցախայություն, արդեն էմոցիաքը նստել է ձեր մեջ, հանդարտվել եք, չեմ ասում համակերպվել եք, որ ծննդավար եք կորցրել, բայց խնդրում եմ ինձ ուշադիր լսեք։ Ես ձեր այն, եթե եղբայր կընդունեք, ես ձեզ եղբայր եմ ընդունում անկախ ձեր քաղաքական պատկերացումներից եւ հայացքներից, իմանալով նույնիսկ շատ լավ, որ մի 70%-ը ինձ չի սիրում։ Ոչ էլ ձեր սերն եմ հայցում։ Ես ուզում եմ, որ դուք այսուհետ ձեր համար երկեր երկացող, քամանչա նվագող բլոգերներ, հանրային գործիչ, քաղաքական գործիչները մի քիչ մղվեն երկրորդ պլան։ Ես չեմ ասում ինձ հետևեք, բան, մի հետևեք, ձեր գործն է, բայց եթե հիմա էսա խիստ արտահայտություն կանեմ, այս խիստ արտահայտությունը էլի մի ընդունեք ցավով, ընդունեք ճշմարտությունը միշտ դառնա լինում։ Եկեք ճշմարտությունից խոսանք։ Եղբայրաբար եմ ես ձեզ ասում։ Մենք ես էլ ձեր հետ միասին դուրս ենք եկել Արցախից։ Ինչ էինք մեզ կոչում։ Մինչև հիմա էլ այդպես ենք կոչում։ Մենք հայրենասերներն ենք։ Մենք սիրում ենք մեր հայրենիքը, ճիշտ է։ Ասել ենք ու ասում ենք։ Մեր մեջ հպարտությունն է ավելի շատ, թե հայրենասիրությունը։ Խնդրում եմ ուշադիր հարցից պատասխանեք։ Մեր մեջ հայրենասիրությունն է մեծ տեղ գտել, թե հպարտությունը, թե անձնական արժանապատվությունը։ Հիմա կարող ասեք նույնն է։ Կամ դե անձնական արժանապատվությունը առաջի տեղը չի բռնում, անձս։ Բայց տղերքը, որ եռաբլուրում եւ եղբայրական գերեզմանում պարկած են, իրանք արժանապատվություն չունեին ձեր չափ։
բայց կյանքը տվել են եւ այդ հողում մենակ իրանք են մնացել։ Իրանց հոգիները հա երկնքում է, փառք իրանց, բայց մենք ինչքանով հայրենասեր դուրս եկանք, որ իրանց գերեզմանները, եղբայրական գերեզմանը կոնկրետ, որի համար ես աղաչում եի, աղաղակում եի ընդ Արցախում, Մարտակերտից էլ մի լավ տղային զանգելա, չեմ ճանաչում իրան, բայց համարյա լացում էր, Արմենը անում, եթե չեմ սխալվում, եթե հիշողությունս չի դավաճանում։ Ասում եմ Գևորգ ժողովրդին բացատրու, որ ջհանդամը ինչ կլինի մեր հետ։ Անznագիր, այդ չի կարծը, մեր եղբայրական գերեզմանը, դա սրբավայրը մենք թողնում ենք ստե գնում սենց է լինելու։ Դա եղել է դեռ հուլիս ամիս երևի 2 ամսից պետք է այդ ամեն ինչը լիներ։ Եթե մենք խոսում ենք հայրենասիրությունից, պետք է ճիշտը խոստովանենք։ Մենք թիթիզ, հպարտություն, թիթիզություն, ցուցամոլություն, ցուցաբերա ժողովուրդ դուրս եկանք։ Ով որ չի ուզում այդքանը ընդունի, թող ասի հա Գևորգ, այդ խոսքը իս չի վերաբերում։ Չի վերաբերում, Տերը քո հետ, ես քեզ չեմ ասում։ Ես ասում եմ նրան, ով որ անկեղծ է, ով որ կընդունի իմ խոսքը, ով որ կընդունի, որ ես ինձ էլ եմ գցել դրա մեջը։ Ճիշտ է, ես դուրս եմ եկել, որովհետև ես անտեր քաղաքական իմաստով մարդ էի, իմ քաղաքական առաջնորդներս չկային ընդհանրապես, բայց դուք չէ որ դուրս չպիտի գայիք, որովհետև դուք կանգնած եք այդ անտեսող, ձեզ անտեսող քաղաքական գործիչների կողքը, որովհետև դուք 70% որից չեք սիրում։ Դուք 70%-ը չեք սիրում, որովհետև հետևել եք, երկրպագել եք այդ տեսակ գաղափարախոսություններին եւ այդ տեսակ քաղաքական առաջնորդներին։ Բայց դա իմ մեղավորությունն է։ Չէ որ դուք եք այդ ճանապարհը ընտրել, չէ որ դուք եք համակերպվել դրա հետ։ Հիմա չեք ուզում դուք ընդունեք, որ մեր մեջ հպարտությունը, անձնական ինքնասիրությունը, որ պետքա հայրենիքի մոտ պետքա դաստորադասվեր, վերադասվեց։ Ու մենք շտապ մի քանի օրվա մեջ դուրս եկանք հայրենիքից, երբ որ այստեղից թեկուս ես համարում եմ, որ ոչ մեկը չպետքա մեզ այդ առումով աչքը մեր խոթի ասի, թողեք դուրս եկակ, ժողովուրդ, մի մեղադրեք մեզ այդ առումով, որտեղ մենք անտեր էինք, քաղաքական առաջնորդներ չունենք, խնդրում եմ անընդհատ Հայաստանի հայությունը ըլնման մեջները, որ ասում են, էլի այդքան զենք թողեցիք դուրս եկակ, այդ զենքը նախ 0 էր Ադրբեջանի զենքի մոտ, եթե պետքա արտը հնձվի, մի հեկտար արտը դու պետքա 2 օրում հնձես, ժամանակակից տեխնիկան քեզ թույլ է տալիս կես ժամում հնձես նեմեցական գերմանական տեխնիկայով եւ այդ նեմեցական գերմանական տեխնիկան ուներ արդեն Ադրբեջանը չունեինք մենք գերանդիների հույսին էինք մնացել նույնը զենքի առումով մենք մնացել ենք այն գերանդիի մակարդակի զենքերով իրանց մոտ եւ չկար կազմակերպվածություն եւ հենց ՊԲ նախարարը ՊԲ պետը պաշտպանության բանակի հրամանատարը ասել է որ 3 ժամ է տևելու պատերազմը իրանց առանձնան այս մասով պետք չի ժողովրդի մեղադրած բայց պետքա անկեղծ եղած պետքա մեր ժողովուրդը ընդունեն որ այո մեր մոտ հպարտությունն է իշխել համաձայն չեք բա ի՞նչն է իշխել մեր մոտ հայրենասիրությունը հեսա կապացուցեն որ դա հայրենասիրություն չի հայրենասերը պետքա իր հայկական հողը պահեր դուք ասում եք բա Ադրբեջանի քաղաքացիություն ձեզ ով ասել որ Ադրբեջանի ես չեմ երազել Ադրբեջանի քաղաքացի դառնամ կամ Ադրբեջանի անձնագիր ձեր բերեմ դա բերել ձեր քաղաքական ղեկավարության քաղաքականությունը վարած հասցրել 23 թվականին 20 թվին արդեն ավելի շուտ պարզ էր որ մենք չենք կարող արդեն 88 թվի շարժում սկսենք շրջափակված այդ կարգավիճակում եւ այդ նույն մարդկանցով ես ունեմ ապացույց կարամ յուրաքանչյուրի հետ բանավիճ եմ ապացուցեմ եթե դուք գրագիտություն ունեք եթե բավական ինտելեկտ ունեք եկեք ես ձեզ ապացուցեմ որ դա չէ հայրենասիրությունը եթե դու գիտես որ քո հայրենիքի հետ հատվածը աշխարհի կողմից ճանաչված է որ դա պետություն չի եւ դու կարող ես այն պաշտպանել միայն հայրենիքի կարգավիճակով ոչ թե պետականություն եւ անկախության կարգավիճակով դու պետքա մնայիր այդ հայրենիքը պաշտպանել բա մեր հայրերը մեր պապերը 88 թվին ինչ էին արել ոնց էին արել կարող է անկախ պետություններ մի հատ էլ կրկնակի անկախ պետ չէ Արցախը էլի գտնվում էր այդպիսի կարգավիճակում ինքնավար մարզ Ադրբեջանում հիմա կարենա էր գնայր Սոֆիա ինքնավարություն խնդրեիր էլի Ադրբեջանի կազմում ուժեղացնել քո երկիրը պահանջեիր ոնց որ ասում են ժողովրդական լեզվով շողոքորդ գառը երկու մոր ծիծ է ուտում գնայր համ Եվրոպայի ծիծը ուտեիր համ Ռուսաստանի ծիծը ուտեիր քո հայրենիքը պահեիր ուներ այդքան գաղափար ուներ այդքան գիտակցություններ այդքան դիվանագիտություն ոչ դրա համար այսօր դու գտնում ես Բաքվի բանտում իսկ քո ժողովուրդը անտունա ծննդավայրը լքելա այսօր
Ես ոչ մի ժամանակ էլ էմոցիայի վրա չեմ խաղացել ժողովրդի։ Ասել եմ ճիշտը։ Ուզում եք ընդունեք ճշմարտությունը։ Դառնա կերեք, այսօր ես դառը շոկոլադ եմ ուտում, օգտա նևրոզիս։ Կուզեիք հաղցր ուտեի։ Առողջությունս չի ներում։ Իմ առողջության համար պետքա դառը ուտեմ։ Ձեր առողջության համար, ձեր հոգեպես եւ մտավոր առողջության համար առողջանալու, վերակենդանանալու, վերականգնելու համար ձեր առողջությունը պատրաստ եղեք միշտ դառը ճշմարտության, որպեսզի չարժանանաք դառը ճակատագրի։ Հայրենասեր ենք խաղում։ Թորքեն ալլերը ուտլանչնք։ Թորքեն թուղլանչնք աղդամավ մզեթե սունունդ բիրի։ Թորքը գիտես պրոշը ճակում էր քո համար հաց բերեր ալուր տարքես։ Թորքը ցույց էր տալիս աշխարհին, որ ես հումանիզմի կողմնակից եմ։ Ես ընդ ժողովրդին բան չեմ անում։ Դու էլ այդ հացը վերցնեիր, արա քաղաքականությունը թվարեիր, որ այդ առևտուր արա երկնքից անձր է գալիս, հողն էլ Աստված է ստեղծել, անձրևն էլ Աստված է ստեղծել։ Ցորենը տեից հա հո իր բան չի, սուպ չի սարքել իր մատերը կողել, բորշ չի սարքել, բերել ապսեով դրել դեմդ, ոնց որ բանտում օրինակ կտանել իրանց որ բանտում հիմա տալիս են։ Թուրքի ձեռը որտեղ է, ալյուրը ցորենես բերել, ալյուրես բերել, չգիտեմ, վախ չեն ոչ թե այնտեղ խնդիրը կար թունավորացին են վախում են, այլ դա զապատլոյա։ Դրանց վերջի օրը որ սոված էին իրանց երեխեքը, վերջի մի օրը ադրբեջանական ալյուրը մտավ։ Սեպտեմբերի 19-ի գիշերը, թե չէ, 20-ի գիշերը։ 20-ի գիշերը պետք է որ լինի 21-ի գիշերը շփոթում եմ օրերը ադրբեջանական ալյուր մտավ եւ բոլոր Ստեփանակերտի եթե ոչ բոլոր մի քանի պիկարնի գիտեմ որ հաց է ֆուրերը հաց էին թխում ադրբեջանական սպիտակ 9 ամիս քանի ամիս էլի սև հաց կերած մենք սպիտակ հաց տեսանք այսքանից մոտ ասում եմ իմ երեխուն էլ եմ տվել այդ սպիտակ հացից որտեւ այդ ալյուրը աստծո տվածնա ոչ թե իրանցնա Իրանք աստծո տվածը առևտրի են վերածում, դիվանագիտության են վերածում։ Մեզ էլ պետքա ուղեղ ունենայինք աստծո տվածը օգտագործեինք։ Եվ ընդհանրապես աշխարհակարգի սահմանված օրենքները որ տված էր, պետքա ճիշտ օգտագործեինք։ Չունես անկախություն, բայց ունես հայրենիքումդ մնալու հնարավորություն։ Գնայր Եվրոպա բանակցիր, ինչ ես գնացել։ Թե ընդհանրապես թքած ունեին դրանք։ Իս ժողովուրդ բերեք ձեզանից հեռու մի տարեք, բերեք մեզանից հեռու չտանեք, ինչպես ես եմ ընդունում, որ ես էլ ունեմ չափաբաժի մեղավորության, բոլորդ ընդունեք մեղքի չափա։ Հոգևոր կյանքում սխալ գործելու դեպքում, մեղքեր գործելու դեպքում ապաշխարում են։ Քաղաքական կյանքում էլ մենք պետքա մենք սա ապաշխարել չի, սա ընդունել է մեր սխալները ու կարևորը որ չկրկնենք այդ նույն սխալները։ Այսօր Հայաստանը ճակատագիրը sense դանակի շեղբի վրա է։ Բայց հանդարտ հանգիստ գիրքը գրկում է նկարվում է, չգիտեմ, գնում է բոլոր բանակցություններին Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից էլ կանչեն գնում է, Ամերիկայից կանչեն գնում է, ճիշտը դա է բանակցել, ճանաչեն, դու էլ քո լեզուն, քո խոսքը, քո պատկերացումները, քո շփումով պետք է քեզ իմանան։ Նստել ես Ստեփանակերտ ասում ես, բան եմ ես, հացադուլ եմ անում, գործադուլ եմ անում, աշխարհներ քեզ ընդեից պետք է ողջ փասա մեղ կլինի Արայիկ Հարությունյանը, սովից կմահանա, Էդ եք մտածել։ Ըստ էլ ձեզ մի հատ էլ մի բան ասեմ, սա բոլոր հայրենակիցներն է մեր վերաբերում, ովքեր որ չեն համաձայնում իմ այս մեկնաբանության հետ, մի հատ հաստարկեր բերեմ։ Սա միգուցե մեր ժողովուրդը կհասկանա թուրքի դիվանագիտությունը որն է։ Այս որ թուրք մենք զորնա վերցրած դհոլը նվագում ենք, բայց վախ է, էլի, ոչ թե զորնա դհոլ, այլ քեմանչան լարած, սազը լարած, լացում ենք, ողբում ենք։ Ադրբեջանը ուզում է 300,000 ադրբեջանցիներին վերաբնակեցնիստե։ Դու վերաբնակվեց էիր Ադրբեջանում։ Ինչու՞ չմնացիր ինձ որ հայկական մնալ այդ հողը։ Չէ՞ որ դու այսօր շեշտում ես, ասում ես 300,000-ը գալու աստե, 300,000-ը գալու աստե վերաբնակվի, թրքանալու աստե, թրքանալու է։ Ուրեմն խելացի հայրենակից։ Դու լավ գիտես, որ որտեղ մի ժողովուրդ ապրում են, այդ ժողովուրդը կրում են այդ ժողովրդի ազգության անվանումը։ Կրասնոդարը ասում են հայերը, Սոչի էլի, ասենց ասում են Սոչի հայեր են։ Չնայած Ռուսաստան պետությունն ասում են Սոչին դե հայկական, ռուսներ կան չգիտեն։ Ես չեսնի, անկեղծ եմ, ասում ռուս աղջիկ էր, ասում եմ Գևորգ, а ты был в Сочи, ասում եմ нет, как нет, это же армянский город։ Դե աղջիկը էլի չգիտի իրանց քարտեզը։ Բայց իքնել է Կրասնոդարի մարզում ապրում է, այդ ակրկիրի է դա, ուղղակի 250 կիլոմետր այն կողմա Սոչիից, ասում է Սոչին չո не армянский город, а я думал это в Армении։
Հիմա դուք մնայիք, մենք մնայինք Ադրբեջանի այդ նույն տարածքում, կոչվել է թե հայկական, կոչվել է թե Արցախ, թաքուն կասեինք Արցախ, բարձր կասեինք Նագորնոյ Ղարաբաղ, սա է դիպլոմատիան։ Հիմա երբ որ դու թուրքը ուսմաստ է գա վախենը մեզ, վախեցած ես ասում ես գալու է ադրբեջանական, մա դու խորացի, կարամ մենք սկսենք խելք հավաքել։ Եվ մեր այսօր պետականությունը մի կողմ պետականությունն ամենագլխավորը, Հայաստանը ունի դա, բայց եթե նա մեր հայրենիքն էր, պետք է մենք մնայինք դե որ մնար մեր հայրենիքը, ոչ թե անցյալով խոսայինք։ Այսօր մենք անցյալով ենք խոսում։ Արցախում ինչա լավ է ելել։ Բայց կարայինք ասենք Արցախում լավ է, տղերք ոնց եք։ Երևան բարև, էվեր բան կար, մի հատ հումորային ծրագիր կար, Բրյուսել բարև, Մինսկ բարև։ Կարայինք չէ մնայինք դե ապրենք, ասենք Երևան բարև։ Բայց եկեք փախել, վազել, եկել եք մտածել, մեր կյանքը փրկել, շունչ քասել 2 օր, 3 օր, հելել ցույց ենք անում, թաղեմ ձեզ, պաշոլ քաշի, հելի դուրս արի, բանը դավաճան, բան, դուք դատավոր եք։ Դուք Դատաստան եք եկել տեսնեք։ Դատաստանը առաջին դու պետքա քո կառավարչին դատես։ Քո կառավարչին ես էի ընդ փորձում դատեի, որ ոստիկանական զորք շրջապատել էր ազգային ժողովը, ասա զորքը շրջապատել է եւ չի տուվել ես դատաստան տեսնեմ։ Իսկ դատաստանը այն էր, որ հարց էի տալու, ինչ է ստենում վաղվա օրը մեր, ինչպես ես անելու, բայց չունեին պատասխան, գային ինչ ասեին։ Բարի եղեք։ Համակերպեք իրականության հետ եւ ձեր մեղքերը, սա բոլորին է վերաբերում, ազգություններ կապ չունի, աշխարհի բոլոր մարդկանց կարամ ես ասեմ, ձեր մեղքերը ուրիշի վրա մի գցեք։ Ձեր ընտրած առաջնորդների կատարած մեղքերը ուրիշի ընտրած առաջնորդների վրա մի գցեք։ Հարցս ուղիղել, ոչ թե հարցս, այլ խոսքս էլ ուղիղ վերաբերում է։ Այո, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ընտրել է իր ղեկավարին, որ փոշմանի փոխելու է։ Դու էլ եթե ուզում ես մասնակիցը դառնաս, ստացիր քաղաքացիություն, անձնագիր, գնա մասնակցի ընտրություններին եւ փոխիր ունեցիր քոնը, բայց նայեք տեսեք, էլի չտանեք, չբերեք, ընտրեք այն մարդկանց, ովքեր որ այստեղից կառավարում էին Արցախի ղեկավարությունը, որովհետեւ այդ կառավարման, այդ հորդորների, այդ խորհուրդների արդյունքում այսօր Արցախ չկա։ Ես չեմ ուզում Հայաստանը կորցնեմ։ Լավ մնացեք, բոլորիդ հաջողություն։